Ողջույն, Բուն TV-ի եթերում գրողի ծոցից հաղորդումն է, ես Մարիամն եմ։ Այսօր ինձ հյուր է եկել գրող Աշոտ Ստեփանյանը, ում հետ միասին խոսելու ենք շատ տարբեր թեմաներից ու հատկապես հենց իրենից։ Ողջույն Աշոտ։ Ողջույն Մարիամ ջան։ Ո՞նց ես, ո՞նց եկար կողբից հասար Երևան։ Մի կերպ ուշացած պրոբկաների մեջ, ոչ կողբից մինչև Երևան ճանապարհել, Երևանի մեջ մի քանի կիլոմետրի վրա։ Օտարություն զգում ես Երևանից, ինչ կողմում ես ապրում։ Ոչ թե օտարություն եմ զգում, ավելի շատ երևի հոգնել եմ, անգամ մի օր որ գալիս եմ հեռու տեղից, մի տեսակ շատ տարօրինակ եմ ինձ զգում, արագ ուզում եմ հետ գնալ, որովհետև համ ձայներն են շատ, համ մարդիկ են շատ խառան, անընդհատ ինչ-որ ակետից բկետ են գնում, բկետից ակետ են գնում ու այդ անընդհատ աչքերից դեմը երբ որ հառնվում է այդ ամեն ինչը, ոնց որ նյարդերից վրա ազդի էլի, ես խաղաղ, օրինակ, չգիտեմ, գյուղի կյանքին եմ արդեն սովոր, որովհետև երկու տարուց ավել ապրում եմ կողբում, սովոր եմ, որ մարդ ուղղակի, չգիտեմ, տանից դուրս է գալի, իր համար տենց հանգիստ քայլում է ու հանգիստ քայլելով վերադառնում է տուն։ Ես էլ եմ այդպես ապրում, էլի կարելի ասել հանգիստ։ Իսկ ստեղի կյանքը ինձ համար հանգիստ չի, այդ մի քանի ժամ եմ եկել, բայց արդեն նյարդերս տեղն են տալիս, ասեմ որ բայց լավ է։ Բայց պատկերացնում էիր, որ տենց օր կգա, որ օրինակ չես ուզի Երևանում լինել։ Չէի պատկերացնում, չնայած Երևանից դուրս ապրել եմ, Մոսկվայում եմ ապրել մի քանի տարի, չէի պատկերացնում, որ կգնամ գյուղ, ինքս գյուղ երբեք չեմ ունեցել, էլի, երբ որ Բաքում ինչ-որ պահեր գալի, Բաքում մարդ չկար, որովհետև բոլորը գնացել էին իրենց գյուղերը կամ իրենց ես մենակ էի մնում այդ ժամանակ ու միշտ ուզեցել եմ հասկանալ այդ գյուղ գնալը որն է ու երևի տենց տրավմա չեմ ասի մնա, բայց ինչ-որ հարցական է մնացել, թե ինչ է գյուղը ու տենց երևի որոշել եմ հասուն տարիքում բացահայտել, էլի։ Հիմա կարող ենք ասել, որ ամբողջապես լրացվեց այդ բացը ինչ-որ առումով։ Ամբողջապես չլրացվեց, որովհետև ինձ թվում է երեխան պետքա գյուղում մեծանա, որպեսզի այդ բացերը լրացվի, այսինքն չնայած իմ քաղաքի կյանքն էլ լեցուն է եղել, ասենք ինչքան եւ վերք կունենար ոտքերի վրա գյուղի ապրող երեխան, երկու այդքան վերք ունե ես իմ ոտքերի վրա, բայց հարցը ավելի շատ երևի տեսանելիության պահն է, էլի, այդ սարերը, այդ, չգիտեմ, անտառները, այդ պատմությունները, այդ տատի-պապիները, հա, քաղաքում էլ կային այդպիսի բաներ, քանի որ սիրում եմ տենց միստիկ սարքել ամեն ինչ, ինձ հետաքրքիր կլիներ այն Աշոտը, երբ որ լիներ փոքր ժամանակ գյուղում, ինչ կլիներ իր կյանքը, ոնց կդասավորվեր, արդյոք ինքը էլ չէր ուզենա գյուղ վերադառնար, եթե գյուղում ծնվեր, ինքը կձգտեր քաղաք փոքր ժամանակ, հա, ու ինչքան մեծանում եմ շատ եմ հիշում, իդեպս վերջերս կարդում էի Գուրգեն Խանջյանի «Ինչ կա չկա» վեպը, էսե ինքնակենսագրական վեպը, ու ես հասկացա իր վեպից, որ մարդը ինչքան մեծանում է, այնքան հիշողությունները ավելի վառ են լինում իր կյանքից, որովհետև անընդհատ դու կարճում ես այդ հիշողություններից ու ես 20 տարեկանում ինձ պետք չէր հիշել Աշոտին 12, 8, 6, 5, 4 տարեկանում ես Աշոտը 31 տարեկանում ուզում եմ հիշի այն Աշոտին, որը կար 4-ում, 6-ում, 8-ում ու մինչև, չգիտեմ, պուբերտատ շրջան, մինչև 18 բանակի շրջան ու անընդհատ ուզում եմ հիշի այդ Աշոտին ու անընդհատ համեմատում այդ Աշոտի հետ իրեն։ Դրա համար շատ եմ հիշում ու գնալով ինձ թվում է այդպես է դասավորվելու, որ անընդհատ հիշելու եմ ու կարող է մի 5-6 տարուց ինչ-որ ֆոտոներ նայեմ, ոնց որ հիմա եմ նայեմ երկար մազերով ինչ-որ նկարներից, ասում եմ, վայ Երանի է ժամանակն է։ Ну, երևի այդ անցյալից կարճած լինելու բանն է էլի մեր մեջ մնում։ Ընդհանրապես անցյալի մարդ ես, բայց քեզ համարում շատ ես փորփրում։ Շատ եմ փորփրում, բայց անցյալի մարդ չեմ համարում, որովհետև անընդհատ ուզում եմ այսօրվա օրով ապրեմ։
թիթեռնիկի նման ապրեմ ու մեռնեմ, չգիտեմ ինչքանը վա ստացվում, բայց փորձում եմ լինել այսօրվա մարդ, փորձում եմ շատ չխորանալ ու շատ ինչ որ этаպի մեջ չմնալ, որովհետև երբ որ օրինակ հետ եմ նայում, հասկանում եմ, որ լիքը տեղեր կան, որ անդունդ որպես ոնց որ լինեն, էլի, ու մտածում եմ, եթե ես այդ անդունդում չկարչեի ինչ որ մի բանից, ես հիմա չէի հասնի, կհասնեի, բայց ինչ որ ուրիշ կերպ կլիներ, այդ ուրիշ ձև կլիներ։ Դրա համար չեմ կարճում անցյալից, ուզում եմ հիշեմ իրեն որպես հիշողություն ու հարածների համար եմ, որ ասում եմ չեմ փոշմանում, չնայած լիք բաների համար ժամանակին փոշմանել։ Հիմա չեմ փոշմանում, որովհետև եթե եղել է, ուրեմն եղել է։ Փոշմանելը իմաստ չունի ավելորդ էներգետիկա դնես դու փոշմանելու վրա, որովհետև եղած էլ հետ չես բերի։ Չես փոշմանում, որ եղածը հետ չես բերի, բայց ինչ որ կյանքում բաներ կա, որ անելուց հետո հետագա կյանքդ փոխվում է։ Չէ՞ ոնց որ եթե դա ուրիշ ձև անեիր, կլիներ ուրիշ ձև։ Այդ մասով էլ չես փոշմանում, որ օրինակ ոչ թե փոշմանում, այլ մտածում մեկ-մեկ, որ լավ կլիներ, էլի, որ ինչ որ բանը սենց անեի։ Հա, շատ կան տենց բաներ, հիմա ուղղակի մտքից չի գալիս, որ բան, հա, իմ մոտ անգամ տենց, չգիտեմ, մի քանի տարի է անցնում, ասենք, հիշում եմ ինչ որ մեկի հետ լեզվակռիվ կլինի կամ ինչ որ մեկի հետ ու իմ պատասխանն եմ հիշում ու այդ հիշելու վրա սկսում եմ տարբեր պատասխաններ սարքել ու այդ պատասխանները սարքելուց տարբեր սցենարներ եմ գրում օրինակ եթե ես մարդուն դու մունաթով օրինակ չգիտեմ տեսել եմ ինչ որ մի տղամարդ ինչ որ մի կնոջը հարվածում է օրինակ որ մոտենայի ասեի մի հարվածի այդ կնոջը ոնց կգնար իմ կյանքը կամ ու ինչի չմոտեցա ու վախներ արդյոք թե չի ուզում ինչ որ ուրիշի սցենարի մեջ մտնել կամ չգիտեմ չես գտել պատասխանը օրինակ չկան տենց բաներին պատասխաննել որովհետև ինձ համար ոնց որ գրականության մեջ չէ դու եթե հերոս ես ստեղծում հերոսի մասին պատմում ես օրինակ եթե հերոսը մեծ տարիքում ինչ որ խնդիրների է բախվում օրինակ չի կարող մարդկանց հետ շփվի չի կարող աչքերի մեջ նայի դու պետք է նաև ցույց տաս հերոսի պատճառահետևանքային կապը թե մանկության մեջ ինչ ա եղել իր հետ այսինքն մարդը ուղղակի տակ տենց չի փակվում կամ ուղղակի չի լինում էլի այդ ամեն ինչը ու երբ որ այդ պահ ուզում էի ոնց որ մտնեի 3 տարի առաջ մտնեի ու խանգարեի այդ տղամարդուն կնոջը ծեծելու ոնց որ թույլ չտայի ասում եմ լավ ինչ սցենար կգծվեր էլի այդ պատճառահետևանքային կապը ինչ կլիներ իմ այնտեղ մտնելու ու ինչ ձև կդասավորվեր իմ կյանքը ապուշ բան եմ ասում էլի շատ չէ բայց հասկանում եմ որ շատ եմ մտածում իմ համար դադարում ապուշություն լինի բայց որ sense միամիտ sense ուղղակի միտք եմ դուրս թրցնում իմ մեջից հասկանում եմ որ ապուշություն է բայց դա տենց է հասկանալի ապուշություն էլի գյուղից խոսեցիր որ մանկության ժամանակ գյուղը որպես բաց թողում է եղել ու տենց երկար տարիներ հետո լրացնում ես ինչ որ մի կերպ էլի կան տենց բաց թողումներ որ հիմա մտածում ես որ կուզես լրացնես գոնե ինչ որ ժամանակ հետո չգիտեմ երևի ինչ որ մի բան կարողանալ անելը, որովհետև անընդհատ իրավիճակներ են հայտնվում, որտեղ չես կարողանում, օրինակ, չգիտեմ, սովորական բան ասեմ, խոհանոցի ինչ որ պատրաստման մասին չի խոսքը գնում էլ, ինչ որ վերանորոգման մասին։ Օրինակ, երբեք չեմ տեսել վերանորոգում, այսինքն մեր տունը վերանորոգել են, բայց ես հիշում եմ մենք ընտանիքով տեղափոխվել էինք ուրիշ տեղ, մինչև մեր տունը այսինքն ես անգամ այդ սովորական, չգիտեմ, փայտ կտրել, կոտրել, փեջ վառել, այդ ամեն ինչը ես սովորել եմ ոնց որ գյուղում, այդ բաց թողումներ են, որոնք լրացրել եմ գյուղում։ Երևի թե, չգիտեմ, պահի տակ կարան այդ, չեմ կարող ասեմ երբ կլինի այդ բաց թողումը, որ եղել է փոքր տարիքում ու հիմա եմ ես ուզում լրացնեմ, բայց ինձ թվում է կգա այդ ժամանակն, որ ես կհասկանամ, այ այն ժամանակ եթե սենց անեի։ Դպրոցում եւի մի քիչ ծույլ սովորել է, չնայած մինչև 6-րդ դասարան
գերազանցիկ եմ եղել, մինչև տեղափոխվել երրորդ մասի դպրոցից մասիվի անգլիական դպրոց, լավ եմ սովորել էլի, բայց հետո ընկել եմ կոմպյուտերային խաղերի գիրկը, ռուսերեն մի հատ լավ բառ կա, կոչվում է Zadrot, երբ որ կոմպյուտերային խաղերը ուղղակի ինձ այնքան էին գրավում, որ իմ աչքին էլ ոչինչ չէր երևում, ոչ հարաբերություններ, ոչ չգիտեմ, ոչինչ չէր երևում էլի, դրա համար ամբողջ օրը կոմպյուտերային խաղերի մեջ էի։ Հետո երբ էլ չսկսեցին հետաքրքրել։ Միջև հիմա հետաքրքրում են, ես միջև հիմա խաղում եմ, ասենք։ Դրա համար ուշացա։ Անցած օրը խաղում էի գիշերը։ Չգիտեմ, չկա հիմա բաց թողումներ եւ կլինեն խաղեր կան, որ միշտ բերում ռիլերի տեսքով, ինչ խաղեր չեմ խաղացել ու չեմ հասցրել, չնայած հազար խաղ եմ խաղացել, այսինքն մեծ դիսկեր ունեի, սկավառակներ, չգիտեմ ինչ եղան իրանք, մաման սիրում ամեն ինչ գցել էլի, երբ որ մի 2 օր ժամկետն անցնում է, չի օգտագործվում, ոչ ոք չի նայում, կարա էտի աղբն էտի, վախենամ տենց էլ իրանց ճակատագիրն է եղել։ Այդ ամեն ինչը գրականությանը չի խանգարում։ Չէ, ասեմ քեզ ավելի օգնում է։ Օրինակ, երբ որ խաղ եմ խաղում ու լավ խաղ է լինում, այսինքն որտեվ լավ խաղն է կարա արվեստին մոտ բան լինի, որտեվ իր միջի սցենարը, ասեմ քեզ հիմա այնց խաղեր կան, որ ֆիլմերը գլուխները պատով են տվել, եթե կարան այնց սցենարներ գրել են, լի կոմպյուտերային։ Իրա մեջ արվեստ եմ փնտրում ու օրինակ ես սիրում եմ խաղալ դժվար խաղեր, Souls-like են կոչվում իրանք, ինքը ինչ տիպի խաղ է, օրինակ կա Dark Souls, Elden Ring, Bloodborne, տենց խաղեր, վերցնում ես ձեռքդ ու չես կարողանում անցնել այդ աշխարհը։ Չգիտեմ, պետք է այնքան անես, մինչև սաղ այդ դևի բոլոր չէ, ոչ թե աշխարհները, այլ դևի բոլոր պրիոմները, այսպես ասած, կոմպյուտերային խաղերի համար սովորես, իմանաս, երբ պետք է այս կողմ գնաս, ձախ անես, աջ անես։ Դրա համար ճիշտ է նյարդայնանում եմ, անգամ այդ խաղերից սկսել եմ, չգիտես ինչի հայհոյել եւ ենթագիտակցաբար գալիս է, բայց ինձ դուր է գալի, երբ որ ես սպանում եմ այդ բոսին, ես ասեմ, որ էներգիան լրիվ դուրս հանած է լինում, էլի։ Գիտեմ, հիմա քեզ լրիվ հաճելի չէ, մի քիչ անհասկանալի բան է, որտեղ խաղեր, ես մեկ Instagram-ում գցում եմ, չես նկատել, չեմ տեսել որ դու քանի ժամ եմ խաղում, ասենք, գցել ես վերջերս Elden Ring-ից 200 ժամ ես այդ խաղը խաղացել եմ։ Վաու։ Ու հələ բոլոր ոնց որ achieve cake-ը չեմ բացել, էլի, բոլոր պրիզերը չեմ ստացել։ Իսկ այդ որ ուզում ես ինչ որ աշխարհ անցնես, հետո ավելի բարդ կյանքում է դες տենց։ Թե թողնես գնաս ինչ որ բարդ իրավիճակ ուղղակի։ Ժամանակին կթողնեի, այդ թուլությունն ունեի։ Հիմա հասկացել եմ, որ անգամ եթե դու վստահ ես, որ չես կարող անել, բայց արա կապ չունի, գիտես, որ օրինակ չգիտեմ։ Գիտես, որ ինչ որ մի բան չես կարող անել, բայց վերցրի այդ փորձի անել։ Եթե չփորձես, մինչև չփորձես, շատ ծեծված, չարչրկված բառակապակցություն նախադասություն եմ ասում, բայց մինչև ինչ որ մի բան չփորձես անել, չես իմանա ոնց։ Եթե դու չվերցնես ջոյստիկը, պուլտը, չվերցնես ու խաղաս ու տեսնես ոնց են անցնում ու մի 250 միլիոն անգամ չմեռնես այդ դևի աշխարհին, դու չես հասկանա ոնց անցնես իրեն։ Դու առաջին անգամ մեռնելու ես։ Բոլորը առաջին անգամ մեռնում են։ Այտենց խաղացող չկա, որ չի մեռնում։ Ես քեզ կոնկրետ բան եմ ասում։ Ինքը ոնց խաղի բանը, որ հարցրեցիր, խեմ բերում էլի դեպի խաղը, ուրեմն Elden Ring-ում, Dark Souls, Souls-like-երում գլխավոր հերոսը ծնվում է, գնում է ինչ որ էտապ անցնում է, իր վրա առաջին դևն է հարձակվում։ Ու այդ դևին դու չես կարա սպանես։ Պիտի մեռնես անպայման։ Պիտի մեռնես ու նոր խաղը սկսվում է։ Հասկացար, մինչև չգրի you're dead կամ t'es mort, t'es pagib, խաղը չի սկսվում։ Այսինքն դրանից հետո է այդ cut սցենը գալիս։ Դրա համար կյանքում էլ է տենց, մինչև ինչ որ մի բանի մեջ այնքան չթաթախվես, որ մեռնես, նույնը
գանք էլի գրականության մեջ։ Եթե գրողը այնքան չի թաթախվում իր մահկանացուն կնքելով, ոնց որ շատ գրողներ են անում, վերջի գիրքն էլ ոնց որ ասած, այսինքն ինքը տեսնում է այդ գիծը իր բանի մեջ ու այդ գրականությունն էլ է խաղ ոչ թե խաղիկներ է պոստմոդեռնիստական, որ պետքա շարես դասավորես, այլ խաղը, որ դու պետք է անցնես, քո հերոսը պետք է ինչ-որ լևելներ անցնի, քո հերոսը ինչ-որ սցենարի բանով պետք է իջնի, բարձրանա, ճանապարհ պետք է լինի։ Դրա համար, այո, կողմից հասնելը ստեղ մեռնելու նման բան է։ Ես ամեն անգամ, երբ որ Երևան եմ գալի, ես մեռնում եմ։ Փոքրուց տանել չեմ կարողացել, անգամ պապիկի հետ որ նստում էինք ավտոբուս, տանել չէի կարողանում 15, 20, 30 րոպե ճանապարհ, որտեղ սիրտս խառնում էր։ Իսկ հիմա գնում գալիս եմ։ Այդ շատ մեծ բան է, էլի։ Փորձություն է, անընդհատ մեռնել, անընդհատ հետ վերադառնալ։ Դրա համար հա մարդն էլ, գրողն էլ, բոլորն էլ պետք է հասնեն այդ մակարդակին, որ մեռնեն ու հետ գան։ Չգիտեմ։ Աշոտ, դու ահագին ակտիվ ես Instagram-ում, Facebook-ում ու համարյա միշտ էլ ակտիվ ես եղել ու հետաքրքիր է այդ տարիների քո մեծանալը, քո զարգանալը շատերը տեսել են ու այդ զարգացումը նկատել են։ Կան գրողներ, որոնց օրինակ չես տեսնում մի 10 տարի, մեկ էլ տեսնում ես, ասենք, չգիտեմ, 40 տարեկանում։ Բայց իմ կարծիքով սրա մասին մտածում եմ ահագին, շատ վստահ չի կարելի ասել, որ օրինակ քեզ շատ ավելի լավ ենք ճանաչում, քան այն մյուսին, որը փակ է պահում ամեն ինչ, որովհետև դու կարող ես բաց պահելով լիքը բան իրականում փակ ես պահում։ Հա, այո, դա այլ էր բան ավելացնելու։ Ուզում եմ, չէ, կարող ես պատասխանել։ Ճիշտ է, իրականում փակն ու բացը շատ հարաբերական բան է, դու կարող ես տեսնել իմ լիքը հրապարակումների մասին, իմ կենցաղի մասին բան, բայց մեկը ինձ չճանաչես ամբողջապես, բայց կարող ես կարդալ ինչ-որ փակ հեղինակի օրինակ, չգիտեմ, Պելևինի մասին, որ ոչ ոք չգիտի ինքը ով է ու որտեղ է ինչ է, բայց դու իրան արդեն ճանաչես իր գրականությամբ, բայց անգամ իմ բացությունն ու իմ գրականությունը քեզ այդքան իմ մասին չպատմի, անգամ ես չպատմեմ։ Փոքրուց երևի շփվելով անգամ չբացվեմ, էլի։ Բայց ինձ թվում է այդ նորմալ երևույթ է, որտեղ ես կուզեի հակառակը լիներ, կուզեի ընդհանրապես ոչ մի տեղ չերևայ, որտեղ անընդհատ այդ ծիկերիս մասին է, էլի չկարողանալ խոսելու, չկարողանալ էմոցիա արտահայտելու, չկարողանալ հասկանալու, այդ ոնց որ լրիվ իմ մասին է ու ես միշտ փորձել եմ փակ լինել։ Փոքրուց, չգիտեմ, երբ որ ուսումնասիրում էի ռոքը ու այդ ամեն ինչը տաբու էր իմ ժամանակ, փոքր ժամանակ, այսինքն, չգիտեմ, ռոք ես լսում, այդ թեմաների միջև մակա, ճիշտ է, մի քիչ սատանիստ էս բան, բայց իմ ժամանակ դա կոնկրետ տաբու թեմա էր, էլի, ռոք լսելը կամ underground էր կոնկրետ, ասենք, չգիտեմ, պատկերացնես, որ Մոսկվա կինոթատրոնում գնում էինք Դորյանց լսելու, Մոսկվա կինոթատրոնի դիմաց Դորյանցը, Էմփիրայը, Դիվահարը, բան, sense գալի բոլորը երգում նվագում էին ու միշտ ինչ որ խմբեր կային, որ սպասում էին երբ համերգը բրծնելու, որ մի քանի երկար մազերով տղեկին տփեն, այտենց ինչ որ հիմա էլ կարա լինի այտենց բաներ, պրոստը այդ երկար մազերովները դարձել են ուրիշ կոնտինգենտ, էլի, որ մենք տեսնում ենք պոչիկով երկար մազերով, իմ ժամանակ լրիվ ուրիշ կոնտինգենտ էր, հիմա բան դերերն ու դեմքերը փոխվել են, ինչքան այտենց բրուտալ կերպարն ես տենում, ավելի ինչ-որ underground դեմքեր են լինում, էլի, չգիտեմ։ Այն ժամանակ կներես, որ ընդհատում եմ, այն ժամանակ ծեծում էին նաև գիրքը ձեռքը բռնող, քայլող տղաներին, չէ, 2000-ականների սկզբին։ Հա, դա իմ թվերը չի, 2000-ը ավելի ես այդ փոքր եմ, իմը 2008-ն էր, որ 2007-2008 թվերին եմ ես սկսել այդ ամեն ինչով ոնց որ հետաքրքրվել բան։ Աբովյանի վրա դիսկերի խանութ կար, Disc World էր կոչվում, ոնց որ մի հատ Աբովյանի վրա կար, մի հատ Թումանյանի Սասի մոտ կար, տենց կոպեկ առ կոպեկ բուլկի, փողար բուլկի գնում էի, որ այդ դիսկերը
օրինակ System of a Down-ի առաջին ալբոմը կարողանամ առնեմ, ասենք, չգիտեմ, երկրորդ ալբոմը տենց առնելով, լսելով, չգիտեմ, բացահայտում էի ու ինչքան շատ էի ռոքի մեջ լինում, այնքան ավելի շատ էի փակվում, որտեվ քանի որ ինքը տաբու էր ու ես էլ չէի ուզում նման լինեի այդ տարիքներ, որ չես ուզում նման լինես մնացածին, բողոք կա մեջը, չգիտեմ, ռաբիսի դեմ ես բողոքում, բան ռեպի հիմա աշխարհի դեմ ես գնում էլի, որտեվ ռոքը ինքն իրանով տենց Երևի որովհետև ինքդ քո դեմ ես։ Հա, ինքը ուզում եմ չլինեմ նենց երևի, այդ էր խնդիրը, ու այդ տարիներով մեծացավ իմ մեջ, բայց մի օր հասկացա, որ ինձ համար նույն ձև կարա հաճելի լինի թե ռոքը, թե ռեպը, թե դասականը, այսինքն ոնց որ զարգացած ոչ սնոբել, իջնած ինձ կարող է սնոբել ճանաչեմ, բայց ոչ սնոբ մարդը ինքը ամեն ինչի հետ ոնց օքեյ պետքա լինի, հաշտ պետքա լինի, որովհետև էդ էլ ինչ որ մեկին է դուր գալիս։ Նույնը գարում գրականությունը, ես շատ երկար ժամանակ լիք բաների հետ հաշտ չեմ եղել, բայց հիմա լիք բաների հետ հաշտ տեսակ հարմարվում ես հարմարվել եմ, որովհետև չես կարող չհարմարվել, որովհետև դու շատ փոքր ես, ինչ որ բանի չհարմարվելու, եթե մեծամասնությունը օրինակ, չգիտեմ, կարդում է չեմ ուզում անուններ, չգիտեմ, Էդգար Հարությունյան, շատ նորմալ է։ Ինքը այս վերջերս Facebook-ի իր հրապարակումն է, կոնկրետ վերջերս անընդհատ բերում է իմեջում, չեմ ուզում գովազդանեմ, բայց իր մի հրապարակումը ամբողջ իր գրքի ոնց որ բանը վերջացնում է։ Ես էլ կուզեի այդպես, բայց ես չեմ կարա տենց, որտեվ իմ գրածը ես մի քիչ վտանգավոր է իրանց համար էլի չեմ ասի հայհոյանքի հարմարվել չեն կարող, անգամ ես նոր վեպս, ես սպասում եմ, որ չեն հարմարվելու։ Արդեն չեն հարմարվում, մի անգամ Bookfest-ի շրջանակում Գյումրիում կարդացի հատված, ինձ դրանից հետո, չգիտեմ, հրապարակում ինձ նվիրեցին, հետո ասացին, որ բողոք արկել են, իմացանք, որ բողոք կա այդ, թե ինչ եմ ես կարդում ընդհանրապես, ինչ են թույլ տալիս իմ գիրքը տպվի չնայած չի տպվել, կարող է այս ազդեցությունն է, որ միջի հիմա չի լինում։ Բայց դե ինձ դուր է գալի, փոքրուց էլ դուր է եկել հակառակ բաներ անելը։ Եթե իմ առաջին գիրքը ուզում էի համեմատվել լիք գրողների հետ ժամանակակից, ուզում էի փորձարկեի իրանց ոճերը, իրանց պատմությունները, ինչ որ նոր ձևով մեկնաբանեի, նոր բաներ գրեի, հիմա ուզում եմ ոչ թե ես լինեմ, այլ հակառակը անեմ։ Չանեմ նենց ոնց որ արել են։ Ու նենց ոնց որ երբեք չեն արել։ Այդ տենց բան էի ուզում գրեի։ Ճիշտ է, կեսից հասկացա, որ դա ես вообще չեմ գրում, ես դրա չեմ հասկանում ոնց է ինքը առաջ գնում, հիմա էլ որ բացում կարդում եմ, ասում եմ ոնց է այսքան կարացել գրել։ Ոնց կարա մի հոգի մի սենյակում երկու հոգի, որից մեկը ընդհանրապես չի խոսում, վեպ լինի։ Ոնց կարա իր դու այսքան շունչ քեզ որտեղից ես գտել պատմությունները, այդ բաները։ Շինտեմ կկարդանք, կհասկանանք էլի մի օր։ Աշոտ, վերջին հարցը երևի թե շատ մեծ բամբասանքներ լսել ես քո մասին։ Եսի՞մ։ Շատ զարմացել ես։ Չէ, իրականում եղել են, չգիտեմ, շատ մի աղջիկ ասում էր, որ բան ես ասել եմ բոլոր աղջիկներին, որ բան ես, բաբնիկ ես։ Դու ուրիշ բան ես սպասում, որ ասեի չէ։ Էլի այս բամբասանքը ոնց որ բոլոր գրողների մասին կա։ Լսի նորմալ է, որովհետև չգիտեմ, կարա լինի,
Ինձ լիքը բաներ է հասնում, չնայած ես շատ հանգիստ մարդ եմ, էլի, ես ինչ որ բաների մեջ չեմ մտնում, դրամաների մեջ երբեք չեմ եղել, ինչ որ լուրջ։ Այսինքն ինձ համար հանգիստ ապրելը ավելի ձեռնտու է, քան ինչ էլ անեմ, անգամ, չգիտեմ, մի պատմվածքս որ օրինակ ես նոր վեպս որ կարդան, ինձ այնքան բաներ են կպցնելու այդ վեպի պատճառով։ Մարդիկ մտածել են իմ ինքնակենսագրությունն եմ գրել, չգիտեմ, բայց անհնար է դրանից ազատվելը։ Դրա համար պատրաստ եմ ամեն տեսակ քննադատության, ամեն տեսակ բուլի, չգիտեմ, անգամ ինձ անեծքների, ինձ թվում է արդեն անեծքներ կան։ Դրա համար չգիտեմ մարդիկ ինչի են տենց էլի, ամեն տեսակ լոտմանի մի բան էին նայում, ասում է մարդը երբ որ մտնում է սենյակ, ոնց ես հասկանում մարդը զարգացվածություն ունի, թե չունի։ Ասում ինքը երբ որ մտնում է սենյակ, տեսնում է 5 հոգի նստած են, իրեն անծանոթ ու իր գործողությունները կռիվ սկսի թե խի են իրանց տունը 5 հոգի անծանոթ մարդ նստած, թե հետաքրքրվի։ Խելացի մարդը հետաքրքրվող մարդն է։ Անխելք մարդը կռիվ հրահրողներն են։ Ոնց հասկանում ես ամբողջ աշխարհը անխելք մարդկանց դրա համար անընդհատ այս վերջի ընթացքում անընդհատ մտածում եմ ինչի համար էս ամբողջ արվեստը պետք, ամբողջ այս գրականությունից սկսած, ում է պետք։ Լրիվ աղբ գցելու բանը։ Եթե այս գրականությունը, այս նկարչությունը, այս երաժշտությունը, այդքան բողոքը, այդքան, չգիտեմ, որ հազարդ սաունդտրեք են գրում պատերազմների մաս, ում է պետք է դի, եթե մի հարվածով, ասենք դպրոցում 150 երեխա է մահանում, ում է պետք է տարվեստը։ Աշոտ մշտական հարց ունենք ժամանակակից գրողներից, գրականությունից ինչ որ գիրք, որը կուզեիր դու գրած լինեիր։ Ոյ Երևի կուզեի սաղ ես գրացնեի և Վագն Գրիգորյանի Ադամամութը։ Հայ ժամանակակից գրողներ, չէ՞։ Okay։ Ու վերջում 3 հարց ունեմ, սենց բլից փոքրիկ հարցեր են, տամ դու պատասխանի։ Դու ավելի շուտ կկորցնես կատուներիդ քո գրած գրքերը, թե ֆոտոապարատդ։ Վերջի երկուսը մեկից մեկ կորցնող եմ, հեռախոսս մեքենայի մեջ թողեցի, ասենք գալուց, տաքսի մեջ մնաց։ Բայց որ չես կարող վերադարձնել։ Հա, որ չեմ կարող վերադարձնել։ Դե գրքերս ինձ պետք չեն։ Ես չեմ համարում, որ ես լավ գրող եմ։ Չգիտեմ, երևի գրքերը։ Ավելի հեշտ մոռանում ես, սիրահարվում ես, թե մոռանում ես, որ սիրահարված ես։ Ոչ են։ Ոչ մեկը։ Ոչ մեկը հեշտ չի։ Չէ, երկուսն հեշտ են։ Հա, դու հարցնում ես հեշտը, ավելի շատ մոռանում եմ, որ սիրահարված եմ երևի։ Ու այս 3 բառերից որը ամենաշատ քեզ չի համապատասխանում՝ բարի, անկեղծ, թե խելացի։ Խելացի։ Ու վերջում գրողի ծոցիցը քեզ համար հետաքրքիր էր, անկապ էր, թե տարօրինակ էր։ Հետաքրքիր էր, որովհետև ինչ որ sense գծային հենց հիմա ես վստահ եմ իմ հեռախոսը նայելու եմ ու 25 հատ բաց թողնած զանգ կա տաքսիստից, որովհետև տաքսիստի հետ պայմանավորվել ենք 3-4-ը ու ասել եմ կուղարկեմ հասցեն մոռացել եմ ուղարկեմ Բաշինջաղյան, բայց պետքա մի բան անել էլի էս ամեն ինչը։ Ոնց որ սենց հավես էր այդ գիծը կողմից, ոնց որ մի հատ տենց փոքրիկ պատմվածք լինի, կոնֆլիկտներով լի, ճիշտ է, այստեղ կոնֆլիկտ չկա, բայց դեռ չենք հասել կողմ։ Այո, հələ 3 ժամ էլ պետքա հետ գնամ։ Մեջքս հենց ասեցի կողբ, արդեն մեջքս սկսեց ցավալ ասես։ Պապի ես դարել Աշոտ։ Շնորհակալ եմ, որ ես եմ շնորհակալ։ Երկար ճանապարհ անցար ու եկար։ Ձեզ էլ շնորհակալություն, սիրելի հեռուստադիտողներ, հետևեք գրողի ծոցիցին, որ ավելի լավ ճանաչեք ձեզ հայտնի կամ անհայտ ժամանակակից հայ գրողներին։